ոնց ասեմ, որ չխառնվեմ իրար, որ բառերը նորմալ կան, հա, որովհետև հենց ուզում եմ մի բան խոսամ, բառերը մոռանում եմ այդ անտերը, կամ սիրտս արագ սկսում է զարկել, հենց որ ուզում եմ խոսամ, շունչս կտրվում է, հաստատ գիտեմ, իրանք ինձ են քննարկում ու քննադատում։ Ձեր մոտ էլ է եղել նման մտքեր, բարի գալուստ շփման, անհանգստության աշխարհ։ Այս աշխարհում ուղեղը համոզված է, որ դու անհարմար մարդ ես, եւ համոզված է, որ մյուսները դատավոր են ու քեզ դատում են, այսպես ասած։ Լավ նորությունն է այնտեղը, որ շփման ինքնավստահությունը հարգելիներս հնարավոր է սովորել։ Դա ինչ-որ բնածին հատկություն չի, դա ձեռքբերովի ունակություն է, հանգիստ շփվել մարդկանց հետ, քո ասելիքը հանգիստ ասել եւ անցնել առաջ։ Բայց ոմանք, գիտեք, ընդհանրապես հոգեբանության տեսանկյունից էլ հենց ինքնավստահ շփումը համարվում է այն, որ մարդը վստահ է, որ ինքը արժեքավոր մարդ է, անկախ նրանից, թե դիմացը ով է կանգնած եւ ինչ պետք է տեղի ունենա առհասարակ։ Այստեղ մի քանի փոքրիկ թակարդիկներ կան, բայց ամենակարևորը ասեմ, նայեք, մարդիկ շատ հաճախ շփման մեջ ոչ թե փորձում են պարզապես երկխոսել, այլ ուշադրություն գաղտնիք ուզում են դուր գալ դիմացինին, այստեղ է, հասկանում եք, շան գլուխը թաքնված։ Իսկ բնականաբար, եթե ուզում ես դուր գաս մյուսին, ոնց որ կաշվիցդ ուզում ես դուրս գալ, որ բավարարես դիմացինի այդ սպասելիքը, որ չէ դու լավ մարդ ես, լավ այսպես զրուցակից ես, լավ ես ինչ ես, լավ արտաքին ունես, հա։ Այստեղ է թաքնված այդ ամեն ինչը։ Ամենաառաջինը պետք է հասկանալ հարգելիներս, որ զրույցի ընթացքում պարզապես անհրաժեշտ է երկխոսել, պետք չի մտցնել արանքը դուր գալու փաստը, հասկանում եք։ Ինչու է առաջանում ընդհանրապես մարդկանց հետ շփման դժվարությունները, երեք կարևոր կետ եմ առանձնացրել ու արագ անցնեմ սրանց վրայով։ Ամենաառաջինը ձեր սեփական իրացիոնալ մտքեր են, որ հաստատ ինձ չեն ընդունում, չեն սիրում, մտածում են ես քիչ գիտեմ, մտածում են ես ինչ շատ է խոսեմ, ու տարբեր պիտակներ, հա, դուք փորձում եք հասկանալ, փորձում եք ընթերցել մյուսները ինչ կմտածեն ու այդ մտքերը անընդհատ մտքերի աղմուկը ձեր մեջ է, դրանից էլ անհանգստությունը բարձրանում է ու ինչպես որ լավակի սկզբում ասեցի, մոռանում եք ամենակարևոր ասելիքներն ու բառերը։ Երկրորդը այն է, որ ուշադրությունը ոչ թե ձեր վրա է, իրականում դուք ուզում եք ուշադրություն գրավել, բայց ուշադրությունը ոչ թե ձեր վրա է, այլ դիմացի սպասելիքների ու այդ դուր գալու հանգամանքի վրա է, հա, ոնց է տեսքս, ոնց է այս ինչը, ոնց եմ խոսում, բարձր եմ խոսում, թե ցածր եմ խոսում, այսինքն անընդհատ դուք ուրիշների աչքերով ձեզ քննադատում եք, հասկանում եք, ու այս երկրորդ ամենակարևորներից, հա, որ բառանան մտքեր։ Մի խոսքով, անցնենք երրորդի եւ փորձը իհարկե, երբ օրինակ հատկապես վաղ մանկական ու պատանեկան հասակներում ունեցել եք շփման դժվարություններ, ասել եք ձեր վրա ծիծաղել են, չեք կարողացել այդ տրավման հաղթահարել, կամ ինչ որ կոնկրետ իրավիճակներ, հա, դժվարություն ունեք հենց աշխատանք ընդունվելուց, կամ չգիտեմ, դա քննությանը դաս պատմելուց, ինչ որ հաշվետվություն հանձնելուց, եթե մի անհաջող փորձ եք ունեցել, որը չեք կարողացել լավ հաղթահարել, դրանից հետո կարող է առաջանալ այդ շփման դժվարությունը։ Բայց այստեղ մենք իհարկե հավաքվել ենք, որպեսզի իմանանք ինչ անենք հարգելիներս։ Ուրեմն ամենաառաջին բանը, որ շփման ինքնավստահությունը զարգացնենք, պետք է անենք հետևյալը. սկսենք փոքրիկ քայլերից, որպեսզի թեթևացնենք այդ շփումը, հա։ Սկսենք փոքրիկ անպատասխանատու, այսպես ասած, շփումներից։ Ու անպատասխանատու նկատի ունեմ, որտեղ որ մենք այսպես ինչ-որ լուրջ բան չենք ներկայացնելու, դասախոսություն չենք կարդալու, ինչ-որ պրոյեկտ չենք ներկայացնելու, այդ առումով նկատի ունեմ, հա։ Օրինակ, ասենք, ամեն օր նույն ճանապարհով գնում եք, ասենք թե կրպակի աշխատողի կողքով գիտեք, ճանաչում եք, ոչ թե անտարբեր եք անցնում, այլ ասում եք. «Բարև Լուսի ջան, քեզ լավ օր», անցնում եք առաջ, այսինքն փորձում ենք փոքրիկ քայլերով զարգացնել այս հմտությունը, հա, կամ չգիտեմ, կողքի եթե դուք ուսանող եք, այն խմբի աղջկան կամ տղային միշտ տեսնում եք թեթև վարևում եք, այս անգամ ասենք ժպտակ վարևեք, հարցնեք ոնց է ինչ կա ու անցնեք առաջ, այսինքն փոքրիկ, շատ փոքրիկ քայլերով գնալ առաջ հարգելիներս։ Շատ կարևոր երկրորդ քայլը, ուրեմն պետք է բարեկամանալ անպայման անհարմար պահերի հետ։ Ուրեմն պետք է հասկանալ, որ այո,
կարող է լինել այնպես, որ մենք էլ սխալվենք, ինչ-որ ոչ իրավիճակի ոչ ճիշտ բառ ասենք, ոչ ճիշտ նախադասություն, կարող ենք սխալվել, այո, մենք բոլորս մարդ ենք եւ բոլորս հավասար ենք, բայց չգիտես թե ինչու բոլոր մարդիկ մտածում են, թե ուй, մյուսները ճիշտ են, ես հանկարծ կարող եմ սխալվեմ։ Չէ, սիրելիներս, հավատացեք, բոլորն էլ կարող են սխալվել եւ այո, ունեն այդ իրավունքը սխալվելու։ Մի շատ հոգեթերապևտների մեջ մի պատմություն կա, որը որ ուզում եմ մի արագ պատմել, հա։ Ուրեմն շատ լուրջ այսպես ակադեմիական փորձ ունեցող հոգեբանը դասախոս է կարդում, էլի դասախոսներին ու բոլորը այսպես լարված, ձգված լսում են, ոչ մի ինտերակտիվ շփում չկա, չեն պատասխանում առանձնապես հարցերին, այս լեկցիա կարդացող դասախոսի, նա էլ հասկանում է ու ինչ անում, իր դիմացը դրված բաժակով, հա, ջուրը դատարկում է գլխին, ջուրը թափվում է գլխին, ասում է, այ հիմա մենք բոլորս հավասար ենք, այսինքն ինքն էլ է իրան դրում անհարմարավետ իրավիճակի մեջ, որպեսզի հավասարվի լսարանի հետ ու այդ լարվածությունը լիցքաթափի, հա, այսինքն հա, ու դրանից հետո լսարանը իհարկե սկսում է ծիծաղում, լսարանը լիցքաթափվում, սկսում է արդեն ակտիվ շփվել։ Այսինքն մենք պետք է իմանանք, հարգելիներս, որ եթե հանկարծ նույնիսկ սխալվենք էլ, մենք չենք, հա, մեր դիմացինն էլ կարա սխալվի, այդ նորմալ է։ Այդ նորմալ է սիրելիներս, ու բոլորս էլ կարանք հայտնվենք անհարմար իրավիճակներում։ Էդ էլ է նորմալ։ Մի քիչ թեթև ընդունեք դա, լավ։ Իհարկե, այստեղ շատ կարևորում եմ ուշադրություն դարձնել մտքերի վրա, ոչ թե այդքան մտքերի վրա, այլ փաստերի վրա։ Օրինակ, այն որ ասում եք բանը, ինձ չբարևեցին, ուրեմն ինձ արհամարհում են, հա, ենթադրենք։ Բայց այս հասկանանք, որ սա մեր միտքն է, հա, որովհետև մի հատ սովորական հարց կարանք մեզ տանք, որտեղ է ապացույցը, որ օրինակ եթե այսօր մեզ չբարևեցին, ուրեմն մեզ արհամարհում են։ Իսկ չի կարա լինի ուրիշ տարբերակներ։ Օրինակ, մարդիկ կարող մեզ չեն նկատել, A, B, կարող է նկատել են, բայց չեն ճանաչել, այսօր ինչ-որ գունավոր էինք հագնված, G, կարող է եւ նկատել են եւ ճանաչել են, այնքան լարված խոսակցություն ա եղել ու կարեւոր, որ այո, իրավիճակը այսպես չի թույլ տվել, բարև, հա, ասենք ինչ-որ եւ այլն։ Այսինքն այնքան տարբեր պատճառներ կարա լինի չբարևելու, բայց չէ մարդը մտածում է, որ այնուամենայնիվ իրեն չեն հարգում, այդ պատճառով չեն։ Այսինքն ես ձեզ առաջարկում եմ այն միտքը, ինչ միտքը, որ ձեզ շփման այսպես տարածությունում խանգարում է, անպայման մոտ քննադատել ինքնդ ձեր մեջ այդ միտքը, այդ միտքը փաստ է, թե պարզապես ձեր կարծիքն ու վերաբերմունքն է, այսպես, ու այսինքն ոչ թե վերաբերմունք, այլ պարզապես ձեր կարծիքն է։ Հաջորդ քայլը հարգելիներս, օգտագործեք մարմնի լեզուն, շատ կարևոր է սա, ինչու, որովհետև այն մարդկանց համար հատկապես ովքեր անինքնավստահ են ոչ միայն շփման մեջ, այլ առհասարակ, շատ օգնում է, այո, այդ առաջի տպավորության գործոնը, որ այո, հագնվել այնպես, որ դուք ինքներդ ձեզ ինքնավստահ զգաք, եւ ողնաշարն էլ պետք է պահել բավականին ուղիղ եւ ամուր, գլխի դիրքը ուղիղ, զրուցելուց նայել մարդու աչքերի մեջ եւ խոսել դանդաղ, հնարավորինս դանդաղ, որովհետեւ շտապողաբար այսպես այնտեղ նայող մարդը բնական է հասկացվում է, որ ինքը ինչ-որ բարդություններ ունի, պարտադիր ուզում է արագ, հա, այդ տագնապից ուզում է արագ ավարտի այդ խոսակցությունը, որովհետեւ անհարմարավետ է իրեն։ Այսինքն հիշում ենք, նայում ենք աչքերի մեջ, խոսում ենք դանդաղ։ Եվ հաջորդ քայլը, որը էլի պակաս կարևորներից չէ, եկեք չվախենանք լռությունից, հա, եթե թեկուզ միջավայրում մի քանի հոգի էլ կան ու լռություն ա տիրում, պետք չի վախենալ այս լռությունից, որովհետև լռության մեջ յուրաքանչյուրը իր մտքերը ունի ու դա նորմալ է, պետք է թույլ տալ, որ ամեն մեկը իր մտքերը այսպես փակի, հա, գաղափարը։ Իմիջիայլոց լռություն սիրում են հոգեթերապևտները, որովհետև լռության մեջ պացիենտը լիքը բաներ է մտածում եւ կպատասխանի, այո, կհաղթահարի այդ ինչ են ասում, հոգեբանական պաշտպանությունը։
Կտրվեց միտքս, կտրվեց, այո։ Սիրելիներս, հա, մի քանի դեռ հոլովակը չեմ ավարտել, ուրեմն ասեմ հետևյալը, եթե դուք ուզում եք ոչ միայն ինքնավստահ շփվել, այլ առհասարակ դառնալ առավել ինքնավստահ եւ ընդհանրապես ձեր անձի հետ ինտենսիվ աշխատանք կատարել, եթե դուք 18-ից կին եք, դուք կարող եք միանալ իմ ղեկավարած ամենակին անունով փակ խմբին, կանանց հոգեթերապևտիկ խումբ է, հարգելիներս։ Այս պահին մենք աշխատում ենք ինքնավստահության, ինքնավստահ վարքի հետ։ Միացեք մեր փակ խմբին, տելեգրամյան փակ խումբ է, որտեղ որ կան շատ հետաքրքիր կանայք, իրար հետ շփվում ենք, կատարում ենք հոգեթերապևտիկ աշխատանք, հանձնարարություններ, հոգեբանական, մի խոսքով հոգեթերապևտիկ աշխատանք, հիմա չթելադրեմ ինչ ենք անում, յուրաքանչյուրը ունի իր անձնային աճի այսպես ընթացքը ըստ խմբի տված հնարավորությունների, շատ հետաքրքիր է շփումը եւ ամենակարևորը գիտեք ինչն է նաեւ ամենակարևորներից, որ այս հոգեթերապևտիկ աշխատանքը դուք գիտեք, որ բավականին ինքը թանկ ծառայություն է, բայց ամսական բաժանորդագրություն ընդամենը իմ ալիքի մոտավորապես 3000 դրամ, այսինքն այդ մոտ 7 եվրոյին համապատասխան ջուր գումար է անում, 7 եվրոյով չգիտեմ ինչ կարակ գնեք սիրելիներս, պիցցա կարակ գնեք մի հատ, դժվար չէ, մեր մոտ օրինակ 7 եվրոյով կա պիցցա նորմալ 3000 դրամով չեմ կարծում, կարող է կա, ինչևէ, ամեն դեպքում մեկ ամսվա բաժանորդագրության վճարը այդքան է եւ փոխարենը դուք կստանաք անգնահատելի ինֆորմացիա, որի հետ կարող աշխատեք ինքներդ ձեր անձի հետ։ Եվ այո, նրանք ովքեր թեկուզ եւ չնայած խումբը նախատեսված է առողջ հոգեկանով անձանց համար, բայց այնուամենայնիվ եթե դուք ունեք որոշակի հոգեբանական խնդիրներ եւ անհանգստություններ, դեպրեսիվ, տագնապային խանգարումներ, կպչուն մտքեր, եւս օգտակար կլինի, որովհետեւ այո, շատ հնարավոր է հենց անձնային աճի դադարից, այսպես ասած, առաջանան այդ խնդիրները, այնպես որ միացեք, աշխատեք ինքներդ ձեզ հետ, շատ հետաքրքիր է լինելու։ Լինքը կփակցնեմ նկարագրություններ ու մեկնաբանություններ բաժնում։ Իսկ ովքեր ուզում են ինձ հետ անձնապես հոգեթերապևտիկ աշխատանք կատարել on-line հարթակում, կարող են կապ հաստատել ինձ հետ WhatsApp-ի հետևյալ համարով, հարգելիներս, գրեք եւ ես ձեզ առաջիկա օրվա ընթացքում անպայման կպատասխանեմ, խորհրդատվության ժամ կգրանցեմ։ Հա, եւ լռության մասին էինք, չէ՞, խոսում, ուրեմն տեսեք, իմ դասախոսներից մեկն ասում էր, լռության մեջ առաջին արձագանքումը ոչ թե նա, ով որ դաստիարակված է, այլ նա, ում ներվերը չի հերիքում, հասկանում եք, այնպես որ հանգիստ թողեք լռությունը, թողեք թող մարդիկ խոսեն, տեսեք ով է առաջինը խոսելու լռության մեջ, դա շատ հետաքրքիր է դիտարկել։ Եվ մի քանի այսպես նաև ինչ որ առումով հումորային դիտարկում, ուրեմն հարգելիներս, եթե դուք որևէ մեկի հետ խոսակցության ժամանակ մտածում եք, որ բոլորը ձեզ են նայում, կամ թեկուզ հենց այդ մարդը ձեզ նայում է ու քննադատում է, քննարկում է, հիշեք, որ բոլորը ձեզ չեն նայում, հարգելիներս, որովհետև յուրաքանչյուրը մտածում է իր տուտուզի մասին, հասկանում եք, յուրաքանչյուրն էլ ինքն է իր մասին այդպես մտածում, ամեն մեկն էլ մտածում է, ահա, իրան նայում են, իրան գնահատում են, ահա, մազերը ոնց է, խոսքը ոնց է, ոճը ոնց է, տտտն, հասկանում եք, այս շատ կարևոր բան է, որ գիտակցեք սիրելիներս։ Եվ երբ մտածում եք, որ ինչ-որ անհարմար բան ասեցիք կամ սխալվեցիք խոսակցության ընթացքում, հիշեք հետևյալը, որ մարդիկ ընդամենը մի 10 հարկյան հետո ուրիշ բան են մտածելու նույնակ այսօր ընթրիքին ինչ ուտեն, ասենք թե, հա, այսինքն ոչ մեկ չի ֆիքսվելու եւ օրերով ու ժամերով մտածի ձեր, չգիտեմ, սխալ ասած բառի կամ ինչ որ սայթակած ինչ որ նախադասության հետ կապված, ոչ սիրելիներս, ոչ։ Եվ ինչ եզրափակելով ասեմ, որ ինքնավստահությունը չի գալիս այն օրը, երբ բոլորը քեզ կհավանեն, այլ գալիս է այն օրը, երբ դու կդադարես քեզ քննադատել եւ ձգտել դուր գալ մարդկանց։ Հասկանում եք, կարծում եմ շատ թերապևտիկ նախադասություններ։ Եվ այսպիսով հարգելիներս, խնդրում եմ, եթե հոլովակը ձեզ օգտակար է, լայքեք,
ինչ արեք, կոմենտներ գրեք, տարածեք այս հոլովակը, բաժանորդագրվեք իմ ինստագրամյան ալիքին, բաժանորդագրվեք ամենակինին սիրելի կանայք, ես այնտեղ ձեզ սպասում եմ համարյա թե ամեն վայրկյանով կոմենտ գրում եմ, ես արձագանքում եմ։ Եվ ինչ արեք, տարածեք, ինչպես ասեցի, այս հոլովակը, որտեղ ինչ որ մեկին կարող օգտակար լինի։ Դե լավ եղեք, առողջ եղեք, ամուր եղեք, մինչ հաջորդ զրույց, տեսություն ձեզ։